Ռուսաստանի նախագահն այդպես էլ չի ուզում շնորհավորել Փաշինյանին ընտրություններում հաղթելու առթիվ։ Կրեմլի խոսնակն այսօր խոսել է հայ-ռուսական հարաբերությունների թեմայով, բայց սպասվող շնորհավորանքի մասին որևէ բառ չի հնչել։ Մոսկվան այս պայմաններում կարծես Փաշինյանին այնպիսի վիճակի մեջ է ուզում դնել, որ հրաժարվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտքից։ Մենք համոզված ենք, որ այս ինտեգրացիոն գործընթացը ԵԱՏՄ-ն տարեկան Հայաստանի հնայի զգալի աճ է ապահովում, եւ մենք վստահ ենք, որ իր բոլոր որակական բնութագրերով մեր ինտեգրացիոն գործընթացը զգալիորեն գերազանցում է մյուս այլընտրանքները։ Մենք հուսով ենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաեւ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կգան նույն տեսակետին։ Մենք շահագրգռված ենք դրանում եւ շարունակելու ենք զարգացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք շատ ընդհանուր գործեր ունենք։ Մենք խոշոր ներդրող ենք Հայաստանում, հենց այդ պատճառով էլ անելիքները շատ են եւ հարաբերությունները շարունակելու են զարգանալ։ Պեսկովն ասել է, որ իրենք շահագրգռված են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմամբ, քանի որ երկու ժողովուրդներին դարերի պատմությունն ու չափազանց սերտ մարդկային կապերն են միավորում։ Կրեմլում հույս ունեն, որ Փաշինյանը լավ ծանր ու թեթև կանի եւ ի վերջո ճիշտ որոշում կկայացնի։ Մենք հուսով ենք, որ առաջին հերթին հայ ժողովուրդը, ինչպես նաեւ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը իրավիճակի վերլուծության արդյունքում կգան նույն տեսակետին։ По итогам анализа ситуации придут к этой же точке зрения. Քանի դեռ Փաշինյանը հետքայլ չի արել Եվրամիությանը մերձենալու ճանապարհից, Մոսկվան առայժմ չի դադարեցնում տնտեսական ճնշումը։ Հայկական գյուղմթերքի մուտքը ռուսական շուկա մինչ այս պահն արգելքի տակ է։ Հայ արտադրողներն էլ չգիտեն ինչ անել հասած պտուղ բանջարեղենի ու իրենց վարկերի հետ։ Իշխանությունն այս իրավիճակում օգնություն է խնդրում Եվրոպայից։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը երեկ Ծիրանի տուփը ձեռքին գնացել էր Բրյուսել ու հանդիպել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի հետ։ Բրյուսելն արդեն իսկ Հայաստանին 34 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու մասին է հայտարարել ռուսական սահմանափակումների հետևանքները մեղմելու համար։ Իսկ հուլիսի 1-ին Հայաստան է գալիս Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այս ֆոնին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված միջազգային համաժողովին, որը Լեհաստանն ու Ուկրաինան են կազմակերպել։ Ամերիկյան Bloomberg գործակալությունը նշում է հայ պաշտոնյայի մասնակցությունը այս միջոցառմանը եւս մեկ նշան է նրա, որ Հայաստանը փորձում է պոկվել ռուսական ազդեցությունից։ Մոսկվան բացի տնտեսական ճնշումից հիմա ակնարկում է, որ գուցե չսպասեն, մինչև Փաշինյանը հարմար պահի որոշի դուրս գալ հապկից եւ կարող են անգամ հեռացնել Հայաստանին դաշինքից անդամավճարը չմուծելու պատճառով։ ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահը հայտարարել է, որ առաջիկայում քննարկելու են Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Դատելով ստեղծված իրավիճակից Փաշինյանն այժմ բարդ երկընտրանքի առաջ է կանգնած, որովհետև եթե տեղի տա Մոսկվայի ճնշմանն ու հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մտքից, Եվրամիությունը ձեռքերը ծալած չի նստելու եւ թույլ չի տալու, որ Փաշինյանը նման քայլի գնա։